Իսկ դուք գիտեք Զանգեզուրի անվան պատմությունը։ Զանգեզուրը պատմական շրջան է Սյունիքի տարածքում։ Այն հայտնի է իր բարձր լեռներով, բերդերով, վանքերով եւ իր հերոսական պատմություններով։ Զանգեզուրի անվան շուրջ դարերով ձևավորվել են տարբեր լեգենդներ։ Ըստ ամենահայտնի լեգենդի, թշնամին երբ մտնում էր այդ տարածք, մարդիկ ամենաբարձր լեռների վրա զանգ էին հնչեցնում վտանգի մասին տեղեկացնելու համար։ Զանգի ձայնը թռչում է ձորերով, արձագանքում լեռներին եւ հասնում գյուղերին։ Մարդիկ ասում են, որ զանգը իզուր չի հնչում։ Եթե հնչում է, ուրեմն վտանգ կա։ Ժամանակների ընթացքում այդ խոսքերը միավորվեցին եւ դարձան Զանգեզուր։ Եկեք պատմեմ երկրորդ լեգենդը՝ Քաջ Զանգ իշխանը։ Ավանդություններից մեկը պատմում է Քաջ ու անվախ իշխանի մասին, որի անունն էր Զանգ։ Նա պաշտպանել է այս լեռնաշխարհը թշնամիներից եւ դարձել ժողովրդի հույսը։ Ժողովուրդն իր անունով է կոչել այս երկիրը Զանգիզուր, այսինքն Զանգի երկիր։ Սա էլ երրորդ պատմությունը։ Լեռներում կանգնած էր մի հին վանք, որի մեծ զանգը հնչում էր շատ հեռու։ Այն հնչում էր ոչ միայն աղոթքի, այլ վտանգի պահին։ Եվ այդ զանգի հիշողությունը հավերժացավ երկրի անվան մեջ։ Զանգի ձայնը միավորում էր մարդկանց թե խաղաղության, թե պայքարի ժամանակ։ Լեգենդները գուցե տարբեր են, բայց բոլորն էլ մի բան են ասում։ Զանգեզուրը ուժի, միասնության, զգոնության խորհրդանիշ է։ Ես պարտ եմ, որ սյունեցի եմ։